Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Հյուրս աշխարհի նորընծած չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն է, ողջույն։ Ողջույն։ Ընդամենը մի քանի օր առաջ ֆանտաստիկ ելույթ ունեցավ Մալխաս Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եւ երկրորդ անգամ հռչակվեց երկիր մոլորակի չեմպիոն։ Գործընկերներս տեսանյութ են պատրաստել քո այդ ելույթների մասին, առաջարկում եմ հեռուստադիտողներին մեկ անգամ եւս հիշել այդ բերկրալի պահերը, հետո կվերադառնանք ու կզրուցենք։ Խնդրեմ։ Հայաստանի սպորտի պատմության նոր փայլուն էջը գրվեց Զագրեբում։ Խորվաթիայի մայրաքաղաքում կրկին բարձրացվեց Հայաստանի եռագույնը։ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց իր կարիերայի երկրորդ ոսկե մեդալն աշխարհի առաջնությունում։ Ամոյանի հաղթական ուղին սկսվեց 1/16 եզրափակչից։ Ամերիկացի Քամալ Բեյի հետ պայքարը լարված եւ ծանրաբեռնված էր, սակայն հայ ըմբիշի սառնասրտությունն ու կամքը բերեցին նվազագույն, բայց վճռորոշ հաղթանակի։ Հաջորդ գոտեմարտում նա այլ կերպ էր գորգ դուրս եկել, ազատ, համարձակ եւ գրոհող։ Լեհ Մատեուշ Բեռնատեին որևէ հնարավորություն չտալով Ամոյանը վաղաժամ հաղթանակ տարավ 10-0 հաշվով։ Քառորդ եզրափակչում Ամոյանին փորձեց կանգնեցնել թուրք Ահմեդ Իլմազը։ Սա արդեն սկզբունքային պայքար էր։ Հարևան երկրների ներկայացուցիչների մրցավեճը միշտ առանձնահատուկ լարվածություն ունի, բայց այստեղ եւս Ամոյանը ցույց տվեց իր ավելի բարձր դիրքը, վստահ հաղթանակ տանելով 3-1 հաշվով։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցն իրանցի Ալիրեզա Աբդեվալին էր։ Այստեղ հայ ըմբիշը մրցակցին հաղթեց 5-1 հաշվով եւ հստակ քայլերով գնաց եզրափակիչ։ Գորգի վրա են օլիմպիական չեմպիոն Նաոկի Սական եւ Մալխաս Ամոյանը։ Առաջին մրցափուլում ճապոնացի ըմբիշը գրանցեց նվազագույն առավելություն, սակայն երկրորդում սկսվեց այն, ինչին հազարավոր հայ երկրպագուներ սպասում էին, շունչները պահած։ Ամոյանի բռնվածքները մեկը մյուսի հետևից կոտրեցին մրցակցի դիմակայությունը, 4 միավորանոց 2 հնարք եւ դահլիճը պայթում է հայ ըմբիշի տպավորիչ ելույթից։ 10-1 եւ մրցավարը բարձրացրեց Ամոյանի ձեռքը։ Երբ գոտեմարտն ավարտվեց, դահլիճը տեսավ արդեն ծանոթ տեսարանը, Հայաստանի եռագույնով հաղթական շրջանն ու Ամոյանի ժպիտը, որը կրկին դարձավ մեր երկրի հպարտության խորհրդանիշը։ Աշխարհի առաջնության երկրորդ ոսկին Ամոյանի ճանապարհի միայն մի կանգառն է։ Նրա պատմությունը դեռ շարունակվում է եւ առջևում մեր ըմբիշին սպասում է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Եվ այսպես 2025 թվականի քո տարին սկսվեց Եվրոպայի առաջնության գեղեցիկ հաղթանակներով հռչակվեցիր Եվրոպայի չեմպիոն։ Օլիմպիական խաղերից հետո շատ կարևոր էր այդ հաղթանակը, որովհետև օլիմպիական խաղերում մենք գնացել էինք Փարիզ ոսկու հետևից, բայց կիսաեզրափակչի պարտությունը թույլ չէր տվել Բաղդալի երազանքը իրականանա, թեպետ շատ-շատերի միլիարդների համար օլիմպիական բրոնզն ֆանտաստիկ նվաճում է, բայց քո պարագայում դա համարեցինք փոքրիկ ձախողում եւ նայում էինք ապագային, թե ինչպես է շարունակվելու։ Եվրոպայի առաջնություն ու չեմպիոնություն դժվար տրվեց, հոգեբանորեն պատրաստ է իր այդ առաջնությանը։ Ասեմ, օլիմպիական խաղերից հետո ճիշտ է, այդ պահին արժանացանք նրան, ինչին երևի որ պատրաստ էինք այդ պահին, բայց ինձ մեծ փորձ տվեց, մեծ վստահություն, մեծ հավատք, իսկ հետո օլիմպիական խաղերից հետո պատրաստեցի Եվրոպայի առաջնությանը, որտեղ կարողացա հռչակվել Եվրոպայի քառակի հաղթող, ասեմ, օլիմպիական խաղերից հետո բարդ էր մի փոքր այդ մարզումների միջով նորից անցնելը, այդ հավաքներ, մի շարք հավաքներ անցկացրեցինք եւ ստացվեց հռչակվել Եվրոպայի քառակի հաղթող, իսկ դրանից հետո արդեն պատրաստվեցի միջազգային մրցաշարի Վարշավայում, որտեղ հաղթող ճանաչվեցի, անցկացրեցի 5 գոտեմարտ, որը որ կարողացա ինձ հասկանալ ինչ մարզավիճակում եմ գտնվում եւ արդեն լիարժեք պատրաստվեցինք աշխարհի առաջնությանը։ Զագրեբում աշխարհի առաջնության մեկնարկի օրը, երբ կշռվեցիք եւ վիճակահանություն անցկացվեց, բոլորը այդ քաշային կարգի համար, 77 կիլոգրամ քաշային կարգի համար սևեռվեցին այն բանին, որ դու եւ Օսական, եթե հանդիպեք, հանդիպելու եք եզրափակչում։
ու շատերի համար դա այսպես մեծ հետաքրքրություն էր առաջացնում, որովհետև հարցեր բոլորի մոտ հարցեր Օսական իսկապես այդքան ուժեղ էր օլիմպիական խաղերում, թե հենց այդ մրցմանն էր ինքը այդքան ուժեղ, որովհետև շատերը գիտեին, որ ինքը բավական վատ հետ օլիմպիական շրջան է անցել, մեծ քաշ է ունեցել, քաշից է իջել եւ քիչ մրցումների է մասնակցել։ Սկսեցիր գեղեցիկ հաղթանակներով ու այ մինչև եզրափակիչ։ Ինձ շատ հետաքրքիր է մի հարց։ Այդ գոտեմարտերի ժամանակ դու պահում էիր ինչ-որ բան, թե ամեն գոտեմարտը քեզ համար այնուամենայնիվ եզրափակչի կարգի է։ Որտեվ շատերը կան, որ ասենք ուժերը խնայում են, ասում են եզրափակչի մրցակիցս ուժեղ է, որ իր դեմ պատրաստ լինեմ։ Դու ինչպես գնացիր դեպի եզրափակիչ։ Ասեմ, որ ինձ մոտ նման բան չկա, ես բոլոր գոտեմարտերին տրամադրում եմ կարծես եզրափակիչ, իսկ արդեն եզրափակիչում գիտես, որ սա վերջինն է եւ պետք է ամեն ինչ տալ հանուն հաղթանակի եւ 6 րոպե պայքարել քո երազանքի համար, իսկ միջև եզրափակիչը ինձ մոտ հավասար գոտեմարտեր եղան, առաջինը ամերիկացի իմբիշի հետ, որտեղ 2-1 հաշվով հաղթեցի, բայց շատ վտանգավոր ըմբիշներից էր մեր քաշային կարգի եւ նրանից ամեն հնարք եւ ամեն բան սպասելի է, իսկ ինձ համար միայն կարեւոր էր հաղթանակը, թե ոնց կհաղթեի արդեն կարեւոր չէր, դրա համար մի փոքր զգուշ էի գոտեմարտում նրա հետ, իսկ 1-8 եզրափակիչում արդեն Պոլշայի իմբիշի հետ, որը էլի լավ իմբիշ է, ուղղակի մի փոքր հեշտ ստացվեց հաղթանակս, իսկ արդեն 1/4 եզրափակիչում հաղթեցի թուրք իմբիշին 3-1 հաշվով։ Այստեղ շատ կարևոր է, որ բարդ գոտեմարտ էր իրականում, բայց շնչառության ու դիմացկունության պահը շատ լավն էր։ Զգացվում էր, որ դու ամբողջովին վերահսկում ես գոտեմարտի ընթացքը։ Անկեղծ դա իմ մարզումների շնորհիվ, մեր մարզիչների հետ ճիշտ մարզումներ անցկացնելու շնորհիվ էր։ Իրոք այս աշխարհի առողջությանը թե ֆունկցիոնալապես, թե հոգեպես, թե ֆիզիկապես ամեն ձև պատրաստ եմ եղել, եւ դա էլ օգնեց ինձ, որ այսօր կարողանամ հանգիստ գոտեմարտեր անցկացնել, իսկ թուրք իմբիշը մեկ քաշային կարգում աշխարհի բրոնզե մեդալակիր էր, որը շատ ուժեղ իմբիշների էր հաղթել, նա էլ շատ բարդ մրցակից էր ինձ համար, իսկ արդեն կիսաեզրափակիչում անկեղծ ասած ես սպասում էի ադրբեջանցի իմբիշին, որը իմ լուրջ հակառակորդներից մեկն է, եւ պարսիկ իմբիշը երիտասարդ իմբիշ էր, նոր էր մեծ հասակների ասպարեզում մասնակցում, հաղթեց նրան եւ արդեն ես կիսաեզրափակիչում արդեն իրանցի իմբիշի հետ գոտեմարտեցի։ Իմիջայլոց Իրանի ավագականը շատ լավ էր պատրաստված այս առաջնությանը, շատ լավ մարզավիճակում էին գտնվում իմբիշները եւ կիսաեզրափակիչը ցույց տվեց, որ այդ տղան էլ պատրաստ էր։ Ուղղակի դու շատ ավելի լավ էիր պատրաստ։ Այո, երևի այս պայն իմ օրն էր, ես ավելի լավ մարզավիճակում էի գտնվում, իսկ իրանցիները իրոք 10-ից 8 մեդալ, որոնցից մեկը արդեն բրոնզի համար էր պայքարում, միայն 60 կիլոգրամ քաշային կարգում զրկվեցին մեդալից։ Այո, այդպիսի ուժեղ կազմ։ Եվ եզրափակիչ։ Նախորդ օրը մենք նույնիսկ նկարվեցինք իրար հետ, անունը դրեցինք ռևանշի սպասումով։ Ամբողջ մեր պատվիրակությունը, մարզչական կազմը, երկրպագուները, քո ընկերները, բոլորը փորձում էին տրամադրել, բայց շատ զգուշավոր ու փորձում էին չխանգարել։ Շատ կարևոր էր։ Ինձ ամենաշատ դուր եկավ երեկոյան քո ընդհանուր հոգեվիճակը, շատ հանգիստ նստել էիր, մի քիչ զբոսնեցիր, նստեցիր, անկեղծ որևէ լարվածություն չտեսա քեզ մեջ եւ դա ինձ հուշեց, որ ես չեմպիոնի գոտեմարտ եմ նայելու։ Այդքան իրոք այդքան հանգիստ էիր, թե դու կարողանում ես քողարկել քո անհանգստությունը։ Չէ, անկեղծ ասած, այս մրցաշային շատ հանգիստ եմ եղել, լարվածությունս այնքան մեծ չեղի, ինչքան որ այս տարվա Եվրոպայի առաջնությանը ավելի կրկնակի լարված եմ եղել։ Ինձ հանգստությունը եւ վստահությունը, որ կարող եմ հաղթել, մի վարքյան չեմ կասկածել, անկեղծ չեմ մտածել ընդհանրապես ռևանշի մասին, ինձ համար մի միտք էր ծագում, որ մտածել եմ անգամ օլիմպիական խաղերից հետո մոտ 3-4 ամիս չեմ կարողացել գտնել ելքը հաղթելու, սակայն մի բան պետք է անեի, փորձելով նրա թույլ կողմերը գտնել, որը որ նրա ձեռքերը հավաքելն էր, միայն այդ կերպ կարող էի ես նրան կանգնեցնել, որովհետեւ նա իր այդ ուժը գորգից ինձ դուրս հանելու այդ ամեն ինչը կասեցնեմ եւ իրականում փաստորեն ինքը ավելի շատ ուժային տիպի իմբիշ է, քան տեխնիկական։ Այո, ճապոնացի իմբիշը շատ հնարքներ է տալիս եւ նրա հիմնական այդ դիմացկուն է, իր ոտքերն է շատ հզոր,
եւ իր միակ նպատակը կարելի ասել անգամ սումոյի մարզումների է գնացել, սումոյիստների հետ է մարզվում եւ դա էլ նրան օգնում է որ կարողանա բոլորիս այդ գորգի սահմաններից դուրս հանի եւ ստացվեց այնպես որ սկիզբը լարված էր անհանգստացնող որովհետեւ առաջինը պարտեր նստեցրին քեզ пассивության համար իսկ դա նշանակում էր որ 1-1-ի դեպքում նոր կանոններով հաղթանակը իրենն էր լինելու որովհետեւ առաջին հնարքն է արել եւ դա նշանակում էր թարմ ուժերով միանգամից փորձել պարտերից միավոր վաստակել ինչ հակադրեցիր դրան Ես ճիշտ ասած ես ցանկանում եի որպեսզի ես հենց առաջի միավորը ես վերցնեմ սակայն այդ պայն գոտեմարտի երկը այլ կերպ գնաց եւ ես չլարվեցի քանի որ ինձ պետք էր ես անպայման պարտեր այդ դրությունից ես աշխատեմ նրա վրայից եւ ամեն ինչ անել որպեսզի հնարք կատարեմ ես չգնացի ընդհանրապես չեմ մտածել 1-1-ի ու բոլոր մարզիկների դեմ գոտեմարտից չեմ մտածում 1-1 հաղթելու Դրա համար փորձեցի ամեն ինչ արդեն ամեն այդ իմ էներգիան արդեն դնել երկրորդ մրցափուլում եւ հասա նրան որ նրանք կարողացան պարտեր пассивություն ցույց տալ եւ արդեն ինձ հնարավորություն եղավ աշխատելու եւ կարողացա իմ հնարքները կատարել ստացվեց շատ լավ Անկեղծ ասած այո շատ մեծ վստահություն կար գոտեմարտը դիտելիս հասկանալի էր որ դու պատրաստ ես այդ առաջնությանը Դու լավ մարզավիճակում ես։ Իրոք ես միայն հաղթանակի համար էի մտնում գորգ ու ընդհանրապես չեմ մտածել թե պարտության եւ չեմ մտածել երկրորդ, երրորդ տեղի մասին։ Իմ ցանկությունը շատ մեծ էր։ Այդ ժամանակ անկեղծ եզրափակիչում չէի համբերում թե երբ եմ գորգ մտնելու ու անգամ շատ է եղել որ արդեն միջև գոտեմարտը շատ լարված եմ եղել Սակայն այս անգամ մոտ մեծ հանգստություն կար։ Աշխարհի չեմպիոն ազատ ոչի իմբիշ Արամ Մարգարյանը մի տեսություն ունի Ինքը ասում է, եթե մարզիկը մրցումից առաջ ոչ մի բանից չի դժգոհում, հանգիստ է ու լավ տրամադրություն ունի, ուրեմն ինքը լավ մարզավիճակում է։ Եթե մարզիկը սկսում է ինչ-որ բանից դժգոհել, ուրեմն ինքը լավ մարզավիճակում չէ։ Այս անգամ էլ ես համոզվեցի, որ Արամը ճիշտ է ասում, դու լավ մարզավիճակում էիր ու շատ հանգիստ էիր։ Այո, կա նման բան, իսկ եթե լավ մարզավիճակում չես գտնվում, ամեն ինչ քո ներվերին ազդում է, չգիտեմ Քնելը, ուտելը, քայլելը, ամեն Քնելը, սկսում ես արդեն քո ձախողումները ուրիշների վրա բարթել եւ ամեն ինչն էլ կա, իսկ եթե պատրաստ ես լինում, լավ հավաքներ ես անցնում, ամեն ինչ լինում ես կարգապահ, ամեն ինչը որ կարողանում ես պահել, դա ինձ կարծիքով վստահություն ու հանգստություն է տալիս քեզ։ Ես հաղորդման սկզբում ասացի աշխարհի նորընծա չեմպիոնի նկատի ունեի 77 կիլոգրամ քաշային կարգում նորընծա չեմպիոն, որովհետև հեռուստադիտողները հավանաբար գիտեն, որ դու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել ես 72 կիլոգրամ քաշային կարգում, որը օլիմպիական քաշային կարգ չէ եւ դրա համար դու փոխել ես քաշը, բարձրացել օլիմպիական Հասկանալի է, որ միշտ էլ օլիմպիական քաշային կարգում մի քիչ ավելի դժվար է աշխարհի չեմպիոն դառնալը, մի քիչ մրցակցությունը ավելի լուրջ է, որովհետև հատկապես նախաօլիմպիական տարում բոլորը փորձում են ներքևից բարձրանալ, վերևից իջնել օլիմպիական քաշ եւ այստեղ շատ ավելի թեժ մրցակցություն է։ Իսկապես այդպես է, իսկապես կարծում ես, որ օլիմպիական խաղերի ժամանակ հենց դա խանգարեց, որտեվ չէիր հասցրել նստել 77 կիլոգրամ քաշին։ Անկեղծ չեմ կարող ասել, որ դա խանգարեց, քանի որ ես միջև այդ քաշային կարգում Եվրոպայի հաղթողել էի, ճանաչվել աշխարհի բրոնզե մեդալներ էի նվաճել եւ ինձ հավատում էի, որ կարող եմ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճել։ Իրոք իմ կարծիքով այդ հոգեպես այդ շատ լարված եմ եղել օլիմպիական խաղերին, այդ բանը չեմ զգացել, բայց հետո որ վեր եմ հիշում չի ասի որ այդ ամենը խանգարեց, որովհետև իրոք համ քաշից չէի նեղվում, համ մարզումներն էի լավ անցնում, բայց չգիտեմ, իրոք մի բան խանգարեց ինձ, հոգեպես չկարողացա ճիշտ տրամադրել այդ պահին, եւ դա էլ ինձ խանգարեց եւ սխալ գոտեմարտ անցկացրեցի եւ նաեւ դիտել եմ գոտեմարտս եւ հանուն հաղթանակի այդ ժամանակ ոչ մի քայլ չեմ ձեռնարկել ու ցավում եմ, բայց պետք է հետ չնայեմ, պետք է առաջ նայեմ։ Միայն Իրոք Եվրոպայի առաջնություններում հաղթում էի, գալիս էր այդ աշխարհի եւ օլիմպիական խաղերում միշտ բրոնզ էր լինում ու 3 տարի անընդմեջ այդպես։ Իրոք արդեն զգում էի որ վախտը հասունացել է, որ Եվ առաջին ոսկե դուբլը արիր։
Այո, ու կարծես այնպեսի տպավորություն է, որ առաջի անգամ աշխարհի առողջության հաղթող ճանաչվում, որովհետև ցանկությունը շատ մեծ էր այս քաշային կարգում հենց դառնալ եւ հիմա հայացքը Լոս Անջելեսին է գանված 2028 թվականին թվում է թե դեռ ժամանակը երկար կա, բայց պիտի դրան արդեն սկսել է կարծում եմ որ պատրաստվել եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների զուգահեռ երբեմն մասնակցում ես նաեւ ակումբային առաջնությունների, որը գուցե այո հնարավորություն է մարզավիճակ պահելու, բայց գտնում ես արդյոք որ դրանով էլ շատ պետք չէ տարվել, որովհետև այնտեղ կարող են վնասվածքներ լինել, Աստված մի արասցե այնտեղ օգնածություն կարող է լինել եւ խանգարել գլխավոր նպատակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի հասնելուն։ Այո, մասնակցում եմ գերմանիական ակումբային առաջնությանը, ասեմ որ այնտեղ մոտ 16 գոտեմարտ է լինում աշխարհարաշությունից հետո, բայց իրոք այդ որ բոլոր գոտեմարտերը անցկացնես շատ վատ կարող է անդրադառնալ հոգնածություն, ինչպես նաև այդ ժամանակահատվածը ամեն շաբաթ գոտեմարտեր են եւ դու չես կարողանում լիարժեք մարզվել։ Դրա համար փորձում եմ մի փոքր քիչ գոտեմարտեր անցկացնել եւ նաև մի քիչ գոտեմարտեր անցկացնելը նաև լավ է նրանով, որ քեզ մարզավիճակում է պահում, նաև սխալների հետ ուղում ես կարող կատարել այնտեղ, որովհետեւ լարվածություն չկա այնտեղ, ազատ ես կարող գոտեմարտել։ Ուղղակի նաև ծանր գոտեմարտեր են, նույն ճապոնացի, թուրք, Մոլդովայի ըմբիշները, նաև մեր հայ ըմբիշները, որը ներկայացնում են Ուզբեկստանից եւ Բուլղարիայից, Հայկ Մնացականյան, Արամը Վարդանյան, ու կարծես այնպեսի տպավորություն է, որ ինձ հեշտ գոտեմարտեր չեն տրվում այնտեղ, դրա համար պետք չի աշխարհի առողջությունից հետո էլի ծանր գոտեմարտեր անցկացնել եւ ինձ թվում է օլիմպիական խաղերից հետո էլ արդեն կփորձեմ չգոտեմարտել այնտեղ, որպեսզի կարողանամ լիարժեք մոտենալ մրցաշարերին։ Շատ բարի։ Կար ժամանակ, երբ աշխարհի ամենատիտղոսակիր եզդի մարզիկը Ռոման Ամոյանն էր։ Հիմա Մալխաս Ամոյանն է։ Ռոման Ամոյանը քո հարազատ օրեղբայրն է։ Ինչ կա Ամոյանների պահեստում, էլի գալիս են։ Այո, նոր չեմպիոններ։ Հորեղբորս որդիները, Ազատի տղան է, Ռոմանի տղան, ինչպես նաև իմ փոքրիկ եղբայրը, բոլորն են ըմբշամարտով են զբաղվում եւ տա Աստված նրանք էլ կարողանան ոնց որ ես եմ երազանմանվել հորեղբայրներից, ընտանեկան ավանդույթները պահպանել։ Ոնց որ ես եմ երազանմանվել հորեղբայրներից, նրանք էլ փորձեն այդ հաջողությունները կրկնել։ Շատ լավ։ Հիմա ինչպես ես գնահատում իրավիճակը ընդհանրապես։ Օգնում են քո հաղթանակները, Արթուր Ալեքսանյանի հաղթանակները, մեր մյուս մարզիկների հաղթանակները երեխաներին դահլիճ գալու։ Պահպանվում է արդյոք հունահռոմեական ըմբշամարտով զբաղվելու գայթակղությունը։ Շատ են գալիս մարզաձևով զբաղվելու։ Միանշանակ, անկեղծ ես էլ տեսնելով մեր մեծերի Արտուրի, Մաքսիմի, Ռոմանի այդ հորեղբորս գոտեմարտերը, ես էլ այդ բանին ոգևորված այդ մեծ մոտիվացիայով փորձում եի գնալ ըմբշամարտել էլ ավելի լավ մարզվեի եւ այո այսօր էլ տեսնում եմ թե երեխաները այս հաղթանակները տեսնելով ինչպես են ուզում սպորտով զբաղվել եւ իրոք շատացել է երեխաների թիվը անձամբ կարող եմ ասել ըմբշամարտով զբաղվողների որ հաճախում են փորձում են նրանք էլ դառնալ մեծ անվանի ըմբիշներ եւ մեր Հայաստանի պատիվը բարձր պահեն տարբեր երկրներով։ Շատ ապրես եւ հեռուստատելողին հավանաբար կհետաքրքրի նաեւ քո ընդհանուր ֆիզիկական վիճակը, որտեվ առանց վնասվածքի ըմբիշ չի լինում, ընդհանրապես մարզիկ չի լինում, հատկապես ըմբիշ։ Նորմալ է այս առումով, լուրջ բաներ չկան, կարծեմ, ու շարժվում ենք առաջ, չէ՞։ Այո, լուրջ բաներ չկան, իսկ թե վնասվածքներ միշտ լինում են, բայց դրանք ինչ չեն խանգարում։ Դրա համար փառք Աստծո ամեն ինչ լավ է ինձ մոտ։ Այժմ մի փոքր վերականգնողական մարզումներ ենք անցկացնում թեթև, որից հետո արդեն կլիարժեք պատրաստվենք հավաքների եւ արդեն հավաքանի մարզիչը կասի թե որ մրցաշարին պետք է մասնակցենք։ Շատ բարի, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, բայց մեր հաղորդումը դեռ չի ավարտվել, մենք ունենք նաեւ հարցեր հեռուստադիտողներից, դրա համար Մարիամին հրավիրենք տաղավար, որպեսզի այդ հարցերը ուղղի քեզ։ Ձեզ շնորհակալություն։ Եվ այսպես հարցեր հեռուստադիտողներից ես փորձեմ գուշակել մեկ հարցը, կարծում եմ կհետաքրքրվեն ամուսնացած է արդյոք Մալխաս Ամոյանը, թե ոչ։ Հարցերի մեջ չկար։ Սրտում կա մեկը։ Ոչ, ամուսնացած չեմ։ Կարող եք ձեր կողմից հարցնել։ Դեռ ամուսնացած չեմ։ Իսկ կա ինչ-որ մեկը պարոն Գիլոյանին հետաքրքիր է։ Չէ, դեռ չէ արդեն։ Չէ, ես գիտեմ, հեռուստադիտողի համար եմ ասում։ Այն իմ միակ նպատակը օլիմպիական խաղերի
ոսկե մեդալ նվաճելն է։ Անցնենք հեռուստադիտողների հարցերին։ Դուք օրինակ եք շատ երիտասարդ մարզիկների համար։ Ինչ խորհուրդ կտաք սկսնակ ըմբիշներին։ Սկսնակ ըմբիշներին խորհուրդ կտամ լինեն աշխատասեր եւ կարգապահ եւ լսեն իրենց մարզիչներին, որտեվ աշխատասիրությունը ու կարգապահությունը բերում են մեծ արդյունքների։ Ինչն է ձեզ ուժ տալիս, որն է ձեր մոտիվացիայի աղբյուրը։ Իմ մոտիվացիայի աղբյուրը հավատ առ Աստված, հավատք։ Առաջին բանը, որ անում եք ամեն մրցաշարից հետո։ Ամեն մրցաշարից հետո առաջի բանը զանգում եմ հարազատներին եւ փորձում կիսել ուրախությունս նրանց հետ։ Իսկ քնել։ Քնել իրոք չեմ կարողանում քնել, այդ էլ երևի ուրախությունից է։ Խոսեցիք օլիմպիական խաղերից, հեռուստադիտողին հետաքրքրում է, զգում եք արդեն այն պատասխանատվությունը, որ ազգը Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին ձեզանից ոսկի է սպասում։ Այո, զգում եմ այդ պատասխանատվությունը եւ ել ավելի է պարտավորվածեցնում ինձ, որ ել ավելի լավ մարզվեմ, եւ փորձեմ այդ նպատակին հասնել։ Սպասումները արդարացնել։ Սպասումները բոլորի արդարացնել։ Ինչ էիք մտածում 2023 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում վերջին վայրկյանին կատարած հնարքից առաջ։ Անկեղծ այդ պայն արդեն վերջն էր եւ չէի մտածում ինչ անել եւ այդ պայն եղավ եւի ցանկությունս էր շատ եւ արեցի այնպեսի հնարք, որ երբեւե իմ կյանքում չեմ կարողացել կատարել եւ ինձ թվում է չէր ստացվի։ Դեպ եթե նկատեցիք, մեկ անգամ ինքը դրա հակահնարքը արեց։ Ամերիկացի իմբիշը այո, ինձ հետ փորձեց կատարել։ Իրոք չեմ կարող այդ հաղթանակը բացատրել, անկեղծ ասած։ Այդ Աստծո տված, այո, ինձ թվում է այդ պայն ինձ Աստված օգնեց, որպեսզի կարողանամ այդ հնարքը անել եւ հաղթող ճանաչվել։ Երբ նոր էիք սկսում կարիերան, կպատկերացնեիք, որ մի օր կգերազանցեք ձեր հորեղբոր նվաճումները։ Անկեղծ այդ պայն չէի մտածում, բայց փորձում էի իմ նպատակներ դառնալ աշխարհի Եվրոպայի եվրոպական խաղերի հաղթող, բայց իրոք այդ տարիքից սկսած ինձ թվում էր, որ շատ ամենի շատ բարդ է եւ ինձ մեծ դժվարություններ են սպասում, որովհետեւ այդ ճանապարհը լինում են շատ դժվար պահեր, պարտություններ, հաղթանակներ, այդ հոգեբանական վնասվածքներ, խնդիրներ, ինչպես նաև այդ ամեն ինչի միջով պետք է կարողանաս հաղթահարել։ Լինում են ժամանակներ անգամ ուզում ես հիասթափվել, ամեն ինչն էլ այդ ճանապարհին ամեն ինչ միջով անցնում ես եւ կարողանաս փորձել այդ ամեն ինչը հաղթահարել, չհիասթափվել, պայքարել մինչև վերջ։ Լավ, շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն Մալխաս, իսկապես հատկապես այս ոսկե դուբլից հետո քո հանդեպ հավատը ավելի մեծացավ, սպասելիքները մեծացան, պատասխանատվությունը կմեծանա դրանից, բայց թող այդ ամենը չխանգարի, պիտի հանգիստ գնալ առաջ, պիտի չլարվել դրանից, դրա մասին շատ երկար մտածել առաջին հաղթանակի մասին։ Կկայանա այդ հաղթանակը, հետո հաջորդ հաղթանակի, այդպես մինչև օլիմպիական չեմպիոնի տիտղոսը ու տա Աստված, որ Լոս Անջելեսում մենք հնարավորություն ունենք համբուրել քո ոսկե մեդալը։ Շնորհակալություն, ես փորձեմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի կարողանամ թե իմ, թե մեր ժողովրդի երազանքը իրականացնել։ Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։ Մալխաս Ամոյանն էր մեր այսօրվա հյուրը։ Ցտեսություն եւ հաղթանակ ձեզ։